Այս ֆիլմը աստվածաշնչյան պատմությունների վերամշակում է։ Զգուշացում, ֆիլմում առկա են բռնության տեսարաններ։ Նախորդ սերիայում Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ադամն ու Եվան հակառակվեցին Աստծուն եւ կերան արգելված պտուղը։ Երբ Կայենը սպանեց Աբելին, Աստված չափից շատ չարություն տեսավ մարդկային սրտերում։ Աստված զգուշացրեց ինձ, ասաց, որ նավ կառուցեմ։ Նա մաքրելու է երկիրը նոր սկզբի համար։ Աբրահամ, Աստված խոսեց ինձ հետ։ գնա այն երկիրը, որը ես քեզ ցույց կտամ։ Ես քեզ մեծ ազգի նախահայրը կդարձնեմ ու աստղերի չափ անհամար սերունդ կտամ։ Աստված զոհ է ուզում։ Միթե չեմ ապացուցել, որ հավատում եմ քեզ։ Աբրահամ, Ողջակեզի գառը, տղաս։ Մովսես, ես Աբրահամի Աստվածն եմ։ Տեսել եմ իմ ժողովրդի տառապանքները։ Գնա փարավոնի մոտ ու ժողովրդին դուրս բեր Եգիպտոսից։ Ինչ ես ուզում, Մովսես։ Արձակիր իմ ժողովրդին։ Ամբողջ կյանքս փարավոնի մոտ եմ եղել, էլ երբեք ստրուկ չեմ դառնա։ Հեսու, Աստված մեզ հետ է։ Եգիպտացիները այստեղ են։ Տեր! Իմ ետևից Մովսեսին ինձ մոտ բերեք։ Աստված մեզ ստրկությունից ազատեց։ Հեսու, ահա նոր պատվիրանները ավետյաց երկիր գնալուց առաջ։ Աբրահամի երազը, մեր ապագան։ Դու ես մեր ազգի ապագան, Հեսու։ Դու պարտավոր ես գտնել այն երկիրը, որ Աստված խոստացել էր Աբրահամին ու աստղերի պես անհամար նրա սերնդի։ Աստվածաշունչը։ Տերիմ, 40 տարի անց ես եղել եմ Մովսեսի հետ, երբ նա բերեց պատվիրանները։ Ես ուխտի ու ընտրյալ ազգի խոստման ականատեսն եմ եղել։ Օգնիր ինձ միավորել այդ ազգը ու տանել քո խոստացած երկիրը։ Հեսու! Աստված մեզ դուրս բերեց Եգիպտոսից։ Այո, Խոստացավ մեզ այս երկիրը խոստացավ։ եւ շուտով այն մերը կլինի։ Անպայման։ Այո, ճիշտ ես։ Գնանք։ Պատրաստ եք։ Ամբողջ քաղաքը կխուզարկենք։ Պիտի մտնեմ այնտեղ։ Երիքովը վերցնեմ։ Դա ավետյաց երկիր հասնելու ճանապարհին եղած վերջին խոչընդոտն է։ Հեյ, ջուրը միայն ցերեկը վերցրեք։ Իսրայելցիները ցանկացած պահի կարող են հարձակվել։ Ռախաբ, այ դու փոքրիկ փողոցային։ Այստեղ ինչ ես անում, հա? Տուն գնա։
Կանչեք, լրտեսներն էստեղ են։ Իսրայելցիները։ Եղբայր։ Հալուն Իսրայելի, արագ։ Արագ։ Let's go։ Մարդ կանչեք։ Պիտի ներս մտնենք։ Բոլոր տները ստուգում Դու ենք։ չտակ որ փախչեն։ Բոլորը։ Տները ստուգեք։ Ասիր։ Հերու չէին կարող փախչել։ Բոլորը Ուշադիր ստուգ ստուգեք մտեք։ բոլոր տները։ Դե արագացրեք։ Հեյ։ Ձայն չանես, մենք նրան չենք վնասի։ Խոստանում եմ։ Իսրայելցիներ եք։ Լսել ես մեր մասին։ Ձեր Աստված կառավարում է քամիները։ Ծովերը նույնպես։ Նա մեզ գերությունից է փրկել։ Մենք ընտրյալ ժողովուրդ ենք։ Ամբողջ Երիքովը վախենում է ձեզանից։ Այդ տեսակ Աստված ունեցողի հետ ոնց կռվես։ Բացեք։ Դուրը բացեք։ Դուր մտիր։ Բացեք դուռը։ Ուրիշ ելք կա։ Օգնիր ու քեզ չեմ վնասի։ Գնացեք։ Ես նրանց կշեղեմ։ Դուռը բացեք։ Բացեք դուրը։ Արի մեզ հետ։ Չեմ կարող։ Իմ ընտանիքը Երբ մեր բանակը գա, սա դրան վրա կկախես ու քեզ ոչ ոք ձեռ չի տա։ Չեն վնասի։ էստեղ մնա։ Հեսու։ Դու այն ասա, մուտք գտակ։ Թույլ տեղեր։ Պատերի մեջ չէ։ Գտանք նրանց սրտերում։ Հեսու, մի կին կար, որ մտածում էր, թե Աստված արդեն գրավել է քաղաքը։ Մարդիկ վախից դողում են, որովհետև մտածում են, թե Աստված մեզ հետ է։ Աստված միշտ մեզ հետ է։ Քաղաք մտնելու ձև պիտի գտնենք։ Աստված իմ, երբ ես ստրուկ էի, դու ինձ ուժ և սեր տվեցիր։ Ինձ նոր կյանք տվեցիր։ Ուզում ես, որ հետ գնանք։ Ով։ Ով ես։ Հուսով եմ մեզ հետ ես, ու ոչ թե մեր թշնամիների։ Աստված է ուղարկել ինձ։ Աստծո բանակի հրամանատարն եմ։ Ինչ պիտի անենք։ Աստված Մովսեսի համար ծովի ջրերը բացեց։ Քեզ համար քարը կճեղքի։ Ահա թե ինչ կանես։
Օրվա մեջ մեկ անգամ զինված մարդկանց հետ քաղաքի շուրջը պտտվիր։ Ամեն օր, 6 օր շարունակ։ Ձեզ հետ վերցրեք տապանը, Աստծո պատվիրաններով հանդերձ։ Հետո 7-րդ օրը 7 անգամ պտտվեք քաղաքի շուրջը։ Եվ այդ ժամանակ հոգևորականները թող փողերը փչեն, ու երբ փչեն, բոլորդ միասին գոռացեք. Նրանք եկան։ ու կհարթվի ձեր հաղթանակի ճանապարհը։ Իսկապես նա է աշխարհի արարիչը։ Երիքովը մերն է։ Այս քաղաքը Աստծուն տվեք։ Ոչնչացրեք ամեն ինչ։ Միայն Ռահաբ հարչն ու նրա հարազատները կարող են ողջ մնալ։ Աստված ասաց, խնայեք Քանի որ նրանց։ փրկել է ձեզ։ Աստված իր խոստումը կատարեց։ Եթե Աստծուն հնազանդվես, անհնարին ոչինչ չի լինի։ Իսրայելցիները ավետյաց երկիր մտան, բայց շրջապատված էին թշնամիներով։ 100 տարի անց լավ զինված ու մարզված փղշտացիները մահացու վտանգ էին ներկայացնում։ Առանց Մովսեսի ու Հեսոյի նման առաջնորդների մարդիկ ստիպված էին իրենց հույսը դնել տեղացի հերոսների, այսպես կոչված դատավորների վրա։ Սամսոնի նման։ Գնացինք մայրիկ։
Այս ամենը երբ վերջ կունենա։ Չգիտեմ։ Դու կկռվես նրանց հետ։ Աստված դա է քեզանից սպասում։ Նա քեզ դրա համար է ստեղծել։ Հիշում ես, թե նրա սուրհանդակն ինձ ինչ ասաց։ Մի վախեցիր։ Թեկուզ եւ ամուլ ես, բայց Աստված քեզ որդի կպարգևի։ Շնորհակալ եմ։ Ուշադիր լսիր։ Երկու պայման կա։ Գինի չխմես ու անմաքուր ուտելիք չուտես։ Երբ երեխա ունենաս, մազերը երբեք չկտրես։ Դա նշան կլինի, որ նա Նազարեթից է։ Նա Աստծուն է պատկանում։ Ծննդից մինչև մահ։ Ու փրկելու է Իսրայելը փղշտացիներից։ Քո ուժը Աստված է տվել։ Քո պարտքն է քշել փղշտացիներին։ Փղշտացիների դեմ կռվելու փոխարեն Սամսոնը սիրահարվեց ու ամուսնացավ նրանցից մեկի հետ։ Գնամ հետը խոսեմ։ Իհարկե։ Մայրիկ, միթե սերը Աստված չի տալիս։ Ինչ էիր ուզում, որ մերժեմ իմ սիրեցյալ կնոջը միայն նրա համար, որ փղշտացի է։ Իսկ քո սերը մեզ նրանցից կպաշտպանի։ Այս տգետ իսրայելցիներին պետք է հասկացնել, որ մեր կանայք նրանց համար չեն։ Մենք նրանց հետ չենք խառնվի։ Ոնց ենք նրանից ազատվելու։ Չենք ազատվելու։ Բացեք։ Սամսոնը որտեղ է։ Ես չգիտեմ։ Որտեղ է։ Տանը չէ։ Հայրիկ։ Հայրիկ։ Հայրիկ չէ։ Սկսիր։ Խնդրում եմ։ Մի արեք։ Դու համարձակվեցիր խայտառակել մեր ազգը։ Խնդրում եմ։ Խնդրում եմ նրան մի վնասեք։ Չէ, հայրիկ, աղաչում եմ, մի արեք։ Չէ։ Աղաչում եմ։ Մի արեք։ Չէ։ Իմ կնոջ համար։ Փղշտացիներ։ Ազատ արձակեք մեզ։ Ազատ արձակեք մեզ։ Օգնիր մեզ արագ։ Էջ կողմ։ Օգնեք մեզ։ Այս կողմ։ Օգնիր։ Խնդրում եմ։ Այս կողմ։ Արագ։ Արագ, փախեք։
ինձ է։ Փախչենք, Ինձ է փախչենք։ ազատիր։ Արա, գանակ, փախչենք այստեղից։ Մի հոգին բոլորին սպանել է։ Որտեղ է նա։ Նրա մարդիկ կիմանան։ Դու Սամսոնին ինձ մոտ կբերես ու արագ, թե չէ մինչև նրան բերելը ամեն օր ձեզնից մեկը կմեռնի։ Այս պահից սկսած։ Չէ, խնդրում եմ։ Աստվածիմ։ Սամսոն։ 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 Այստեղ ես։ Մայրիկ, ես քեզ չէի սպասում, ներիր։ Մենք մի հարցով ենք քեզ մոտ եկել, Սամսոն։ Ինչ հարց։ Վերջ տուր սպանելուն, խնդրում եմ։ Քո ամեն մի սպանած փղշտացու դիմաց երկուսն են հայտնվում, որոնք վրեժ են։ Ոնց ինձ հետ են վարվել, այնպես էլ ես եմ անում։ Փղշտացիները հիմա մեր ղեկավարներն են։ Ամեն մեկը թող վարվի այնպես, ինչպես ճիշտ է համարում։ Չէ, Սամսոն։ Վարվիր այնպես, ինչպես քո ժողովրդին է պետք։ Աստծուն։ Ոչ թե քեզ։ Դու պիտի հանձնվես նրանց։ Մայրիկ, Աստված դա է ուզում։ Չեմ կարող ասել։ Երբեմն Աստված մեզ ճանապարհ է ցույց տալիս, որը մենք չենք տեսնում։ Նա կասի, թե ինչ պիտի անես։ Գնանք։ Հետ քաշվեք։ Մի կողմանցեք։ Ստացիր պարգևդ։ Ես ընդամենը մի մարդասպանի եմ տեսնում։ Քեզ նման։ Կնոջս ինչու սպանեցիր։ Դա սեր քեզ ու քո ժողովրդին։ Ես ձեզ հանձնվեցի, որ փրկեմ իմ ժողովրդին։ Նրանց հանգիստ թող։ Եթե բանակ ունենայի, ես ձեզ նորից անապատ կքշեի, ձեր տեղն են տեղը։ Իսկ հիմա բոլորիդ կսպանեմ։ Սպանեք։ Քո պարտքն է քշել փղշտացիներին։
Իսրայելի Աստված։ Դու ես։ Աստված իմ, ուզում էիր, որ սպանեմ նրանց։ Ինձ ուղղություն ցույց տուր, Աստված։ Մոտ արի։ Արի։ Շնորհակալ եմ։ Անունդ ինչ է։ Անունս Դալիլա է։ Դեգոն, մեր Աստված ու մեր արարիչ, մեր երկրի Տեր, մեր թշնամուն Սամսոնին, մեր ազգին կոտորողին մեզ հանձնիր։ Սամսոնի մասին նորություն կա։ Նա մի կին է գտել։ Նորից փղշտացի։ Էլի, անունն ինչ է։ Դալիլա։ Ճանաչում եմ։ Նրան ինձ մոտ բեր։ Դալիլա։ Շնորհակալ եմ, որ եկար։ Ինչպես միշտ հիասքանչ ես։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ խոսել Սամսոնի մասին։ Հետաքրքիր ընտրություն է։ Մերոնցից չէ։ Ասա խնդրեմ։ Ինչի համար ես նրա հետ։ Ինչ ես ուզում իմանալ։ Միայն չասես, որ սեր է։ Նա քեզ սիրում է։ Նրան հարցրու։ Հարյուրավոր փղշտացիներ է սպանել։ Հիմա փոխվել է։ Ինչ մենք միասին ենք, նա փոխվել է։ Դու հավատում ես դրան։ Բայց նա շարունակելու է սպանել, մինչև որ նրան ընդմիշտ չկանգնեցնենք։ Նրա ուժն ինչի մեջ է։ Սամսոնին ոնց կարելի է հաղթել։ Չգիտեմ։ Չի ասել։ Ուրեմն իմացիր։ Դու տեսել ես ինչի է ընդունակ։ Արի այսպես անենք։ Գումար ռիսկի դիմաց։ Ամբողջը քունն է։
Չէ, ոչ հիմա։ Գաղտնիքն իմանալուց հետո միայն։ Ինչու ես այսքան ուժեղ։ Աստված ինձ հետ է Դալիլա։ Նա է ինձ ուժ տալիս։ Այսինքն ինչ է նշանակում Աստված քեզ հետ է։ Նա քեզ ո՞նց է ուժ տալիս։ Իմ մայրը ամուլ է եղել։ Աստված նրան երեխա պարգևեց։ Ինձ։ Բայց որոշ բաներ արգելեց անել։ Ինչ։ Մազերս չեմ կարող կտրել։ Արգելված է։ Դա իմ հավատարմության նշանն է։ Եթե մազերս կտրեմ, Ինչ, սերեմ։ Ինչ կլինի, եթե մազերդ կտրես։ Աստված իմ ողջ ուժը կտանի։ Ու մնացածի պես կդառնամ։ Չես հավատում ինձ։ Չէ, Սամսոն։ Հավատում եմ։ Սամսոն։ Բռնեք նրան։ Ինչ։ Ինչ ես արել։ Քեզ վատ մի զգա։ Ամեն մեկն իր գինն ունի։ Դալիլա։ Լավ նայիր ու հիշիր, թե ոնց ես առաջին անգամ հանդիպել գեղեցիկ Դալիլային։ Էլ երբեք նրան չես տեսնի։ Տարեք նրան։ Արագ։ Չնայած Սամսոնը դավաճանված էր ու կուրացած, բայց նրա պայքարը փղշտացիների դեմ դեռ չէր ավարտվել, ինչպես նաև չէր ավարտվել իսրայելցիների երազանքը հայրենիքի մասին։ Ես թույլ եմ, թույլ տվեք սյունին հենվել։ Աստված իմ, Լռեք։ Աստված իմ։ Եթե ինձ հետ ես, հիշիր իմ մասին հիմա։
Ինձ նորից ուշ տուր։ Քո Աստվածը լքել է քեզ, Սամսոն։ Դու այն մարդն ես, ով հանեց իմ աչքերը։ Ես ուրախ եմ։ Մթի մեջ մտածելն ավելի լավ է։ Քո Աստվածը լքել է քեզ։ Քո ուժը նրա հետ միասին հեռացել է։ Չէ։ Ես հիմա նրան ավելի լավ եմ տեսնում, քան առաջ։ Նա ուզում է, որ ես ոչնչացնեմ ձեզ։ Ամեն ինչ վերջացած է, Սամսոն։ Սպանեք նրան։ Հենց հիմա։ Սպանեք։ Տղաս վեր կաց տղաս վեր Սամսոնը հազարավոր փղշտացիների սպանեց, բայց միայնակ չէր կարող նրանց հաղթել։ Սամուել մարգարեն մարդկանց կոչ էր անում միավորվել հանուն Աստծո։ Տիրոջից 50 տարի անց։ ուրիշ Աստված չկա։ Բայց չնայած տասնամյակների պայքարին, նրան էլ չհաջողվեց հաղթել փղշտացիներին։ Մարգարե, մենք քեզ ենք սպասում։ Մարդկանց համբերությունը սպառվում էր։ Ինչն է ձեզ այդպես անհանգստացնում։ Մենք շնորհակալ ենք, Մարգարե։ Այսքան տարի առաջնորդել ես մեզ։ Աստված, ոչ թե ես։ Սամուել, դու արդեն երիտասարդ չես։ Մենք անհանգիստ ենք։ Քեզնից հետո ով է խոսելու Աստծո հետ։ Ով մեզ կառաջնորդի փղշտացիների դեմ Իմ կռվի։ տղաները իմ տեղը կգրավեն։ Քո տղաներն ազնիվ չեն։ Ես նրանց Աստծո հանդեպ հավատով եմ դաստիարակել։ Ինչ էլ որ արած լինեմ, միշտ գնացել եմ Աստծո ցույց տված ուղիով։ Բոլորը գիտեն, որ նրանք կաշառք են վերցրել։ Խայտառակել են քո անունը։ Սամուել, երբ դու գնաս ու փղշտացիները վերադառնան ու քո որդիները դիմեն Աստծուն, արդյոք նա կպատասխանի։ Չէ, չի պատասխանի։ Ինչ եք ուզում։ Թագավոր, ինչպես մյուս ազգերի մոտ է։ Ախր գիտեք թե թագավորներն ինչ են անում։ Ստրկացնում են մարդկանց, բռնապետ են դառնում։ Այդպես չի լինի, եթե Աստծո ընտրյալը լինի։
Եթե օծված լինի Աստծո մարգարեի քո կողմից։ Դուք հրաժարվում եք մեր Աստծուց։ Այս հողը նա մեզ է խոստացել։ Սա Աստծո թագավորությունն է։ Աստված է միայն մեր միակ թագավորը։ Դու լսում ես Աստծո ձայնը, Սամուել։ Խնդրիր նրան, ու նա մեզ համար թագավոր կընտրի։ Հեռացեք, հեռացեք։ Ես ամեն ինչ նրանց տվեցի։ Իսկ նրանք մերժեցին ինձ։ Քեզ։ Բայց եթե ասես, որ նրանց համար թագավոր ընտրեմ, կկատարեմ կամքդ։ Բայց ով թագավոր կդառնա։ Տեսնում եմ։ Ես չեմ լինելու։ Ես քո մարգարեն կմնամ։ Կուղորդեմ թագավորին։ Սավուղ, Սավուղ, Սավուղ։ Սավուղ, 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 Սավուղ։ Սավուղ, կառավարիր իմաստուն ու արդարամիտ ձևով, ըստ Աստծո օրենքի։ Օծում եմ քեզ Իսրայելի առաջին թագավորին։ Թույլ տուր ես, մարգարես, քեզ ճշմարիտ ուղով տանեմ։ Իսրայելի համար նոր դարաշրջան սկսվեց։ Մարգարեների ու թագավորների դարաշրջան։ Նրանք միացան, որպեսզի պաշտպանեն հավետյաց երկիրը։